ասենք Փարթիրոջ գոհություն մեր Աստծուն իր հավիտենական սիրո համար։ Ես ուրախ եմ, քուրեր եղբայրներ, որ այսօր Աստված մեզ տվեց հնարավորություն այս տարածքի մեջ։ Սա միգուցե մենք այսօր սրա արժեքը այդքան չենք պատկերացնում, բայց ուշադիր նայենք, երբ որ երգում ենք, նրա այրան հետևանքներն են սրա։ Այս ամենը նրա այրան շնորհքն է, որի համար մենք ուղղակի պիտի գնահատենք ու ասենք փառք այդ այրանը, թանկ այրուն, որի շնորհիվ մենք այսօր հավաքվել ենք։ Փառավորվի մեր Աստծո սուրբ անունը, եղբայրներ, քույրեր։ Ուզում եմ երկրորդ մնացորդած գրքից 6-րդ գլխից մի հատված կարդալ, որտեղ Սողոմոնը, երբ որ շինել էր տաճարը եւ այդ տաճարի շինարարությունը երբ որ վերջացրեց, ինքը այսպիսի աղոթք արեց եւ այսպիսի խնդրված բերեց Աստծո առաջ, խնդրելով, որ Աստված օրհնի այն տունը, որ ինքը շինել է, որովհետև այդ տուն մտնողները չեն մտնելու Սողոմոնի անունով, չեն մտնելու որևէ մեկի անունով, այդ տուն մտնողները պիտի մտնեն Իսրայելի Աստծո, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, եւ այդ մտնողները իրանք խնդրվածքները, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ որ կմտնեն ու աղոթք կանեն, իրանք կլինեն դժվարության մեջ, նեղության մեջ, քո երեսը փնտրեն, սոված կլինեն, իվանդություն կունենան, դու լսես նրանց աղոթքը եւ այդ աղոթներին պատասխան տաս։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ուզում եմ, որ այս տունը լինի այդպիսի տուն, Աստծո օրհնության տուն, որ մենք այս տունը կարողանանք ճանաչել, գնահատել եւ այս տան մեջ պաշտպանել սրբությունը, Փառք Տիրոջ անունին, որ այդ սրբության մեջ միաբան, երբ որ մենք աղոթք անենք, Աստված լսի մեր աղոթքներին ու իր պատասխանը տա յուրաքանչյուր մեկին։ Փառք Տիրոջը 12-րդ խոսքից մի հատված եմ ուզում կարդալ։ Տիրոջը սեղանի առջև Իսրայելի բոլոր ժողովրդի դեմ կենալով ձեռքը տարածեց եւ ըսավ. ով Տեր Աստված Իսրայելի, երկնքի մեջ ու երկրի վրա քեզի պես Աստված չկա, որ քո առջևը իրենց բոլոր սրտով քայլող ծառայելու հետ ուխտ ու ողորմություն պահես։ Դու քո ծառայիդ իմ հորս Դավիթին ըրած խոստումը պահեցիր եւ բերնով ըսածը ձեռքով կատարեցիր, ինչպես այսօր կերևա։ Եվ հիմա ով Տեր Աստված Իսրայելի, պահե այն խոստումը, որ քո ծառայիդ իմ հորս Դավիթին ըրիր ու ըսի իմ առջևս Իսրայելի աթոռի վրա նստող քեզ մե մարդ պակաս պիտի չլա, այն պայմանով, որ քո որդիներդ իրենց ճամփաներուն զգուշություն ունեն, ու իմ օրենքից մեջ քայլեն, ինչպես դու իմ առջևս քայլեցիր։ Եվ հիմա ով Աստված Իսրայելի, թող քո ծառայի Դավիթի նրա խոսքը հաստատվի, բայց միթե Աստված իրացնե երկրի վրա մարդոց հետ պիտի բնակի, ահա երկինքն ու ամենաբարձր երկինքը քեզի չեն կրնա պարունակել, ուր կմնա այս իմ շինած տունս, սակայն ով Աստվածին, քո ծառայիդ աղոթքն ու խնդրվածքը նայե եւ քո ծառայիդ այսօր իմ առջևս սրած բաղատանքին ու աղոթքին լսե, որպեսզի այս բանը վրա ցերեկ ու գիշեր քո աչքերը բաց լինեն այն տեղի վրա, որուն համար ըսիվ թե քո անունը հոմ պիտի դնես, ուստի քո ծառայիդ ըրած աղոթքը լսե։ Փառք Տիրոջը, Սողոմոնը այսպես շիրարարությունից հետո այսպիսի աղոթք բարձրացրեց Տիրոջը եւ խնդրեց, որպեսզի կատարվի այն, ինչ որ ինքը խնդրում էր։ Եվ շարունակության մեջ սիրելի եղբայրներ, քույրեր, կարդում ենք Հովսափատի պատմությունը, կարդում ենք Սուրբ գրքից պատերազմ Սեիրի դեմ Իսրայելի ժողովուրդը երբ որ հարձակում ունեցավ իր վրա, մի մեծ միլիոնոց բանակ դուրս եկավ Իսրայելի ժողովրդի դեմ, Սուրբ Գիրքն ասում է, որ Հովսափատը սիրտը վախեցավ եւ Տիրոջի երեսը փնտրելու հետևից եղավ։ Այս անձնավորությունը մտավ տուն, Աստծո տաճարը եւ իր աղոթքի մեջ այսպես արտահայտվեց։ Եվ եղբայրներ, քույրեր, ժամանակի պատճառով չեմ կարդում, ուղղակի դուք կարող եք կարդալ, բայց միտքս սա էր եւ ասեց. դու այն Աստվածն ես, որ Սողոմոնի աղոթքով մենք իմացանք,
որ եթե մեկը գերության մեջ կլինի, թշնամություն կունենա, պատերազմի կշարվի, ու իրան կմտնեն այս տաճարը ու քու երեսը կմտրեն, դու նրանց աղոթքը լսի ու նրանց ողորմություն արա։ Հիմա քո խոսքի համաձայն մենք մտել ենք այս տաճարը եւ աղոթք ենք անում ու քո երեսն ենք մտրում։ Եղբայրներ քույրեր, եւ Աստված լսեց մարգարեի միջոցով պատասխան տվեց Հովսաբաթին, ասելով. «Այս պատերազմին դուք մասնակից կլինեք, կտեսնաք, բայց չեք կռվելու, դուք հաղթություն կունենաք, դուք կգնաք դիտանոց, կտեսնաք պատերազմը, բայց պատերազմին չեք մասնակցելու»։ Ինչի, որովհետեւ Հովսաբաթը իր հայացքը ուղեց դեպի տաճարը։ Ես ուզում եմ սիրելի եղբայրներ քույրեր, որ այս տաճարը, այս ժողովարանը, որ կառուցվել է, մեր բոլորիս համար լինի այդպիսի մի վայր, որտեղ յուրաքանչյուր մեկս մտնելուց գիտակցենք, որ սա Աստծո տուն է եւ մեր աղոթքը պիտի բարձրանա եւ Աստված լսելու է։ Ես չեմ ուզում ասել, որ ստեղից բացի ուրիշ տեղում չի լսվելու, բայց ուզում եմ ասել, որ թող սա լինի որպես Աստծո տուն, փառք Տիրոջ անունին, եւ այս Աստծո տանից միշտ անուշահոտ պատարակներ բարձրանան, խունկեր բարձրանան, մեծ օրհնություններ բարձրանան, եւ մենք կարողանանք փառավորել մեր Աստծուն, այս վայրը լինի այնտեղը, որտեղ իրապես Աստված ունի անելիք։ Տերը օրհնի սիրելի եղբայրներ, Տերը զորացնի եւ վերջում ուզում եմ նաեւ հիշեցնել մի կարևոր իրավիճակ մեր կյանքում։ Հովսաբաթը երբ որ պատերազմում հաղթությունը տեսավ եւ ինքը օղակի ավարը հավաքեց ու հետ դարձավ, Հովսաբաթը չգնաց իր տուն։ Հովսաբաթը մտավ նորից տաճարը։ Ես ուզում եմ, որ ես ու դու եղբայրներ քույրեր, մեր կյանքի ողջ օրերում գիտակցենք, թե սկիզբը, թե վերջը իրան է վերաբերվում, Հիսուս Քրիստոսին է վերաբերվում, որ մենք փառք ու պատիվ տանք նրան։ Եթե եկել ենք Աստծո տուն, շատ անգամ մեր կյանքում հանդիպում են քույրեր եղբայրներ, որոնք հոգսերի մեջ գալիս են, խնդրում Տիրոջը, որ Տերը իրանց ողորմություն անի, ողորմությունից հետո մոռանում են շնորհակալության աղոթքները բարձրացնելու։ Ես ուզում եմ, որ ավարը վերցնելուց հետո, այսինքն մեր հաղթությունը ունենալուց հետո մտնենք նորից տաճարը, մեր շնորհակալությունները հայտնենք, ասենք Տեր շնորհակալ ենք այս միաբանության համար, այս շնորհքի համար, որ դու մեր կյանքում արել ես։ Տերը օրհնի ու փառավորվի։ Ամեն։